Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության եք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի կողմից տեղադրված ականները ծառայում են որպես զանգվածային ոչնչացման զենք։ Նա այս մասին գրել է իր X սոցիալական ցանցի էջում։ Ադրբեջանում ականային ահաբեկչությունը շարունակվում է, նշել է նա։ Հիկմեթ Հաջիևի խոսքով 2020 թվականից ի վեր մոտ 400 ադրբեջանի քաղաքացիներ դարձել են ականների պայթյունների զոհ։ Այս ականները դիտավորյալ եւ լայնորեն տեղադրվել են Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի ընթացքում։ Շատ դեպքերում դրանք տեղադրվել են առանց որևէ ռազմական անհրաժեշտության, բացառապես քաղաքացիական բնակչությանը վնասելու եւ ներքին տեղահանված անձանց իրենց հայրենիք անվտանգ վերադարձը դիտավորյալ բարդացնելու նպատակով։ Այս համատեքստում ականները ծառայում են որպես զանգվածային ոչնչացման զենք եւ լուրջ սպառնալիք են ներկայացնում, ընդգծել է Հաջիևը։ Մայիսի 30-ին տեղի ունեցել Ադրբեջանի զինված ուժերի կարգապահության կայազորի, պահակախմբի եւ ներքին ծառայության վերաբերյալ նոր կանոնադրության նախագծերի շնորհանդեսը, որոնք մշակվել են համապատասխան գերատեսչությունների մասնագետներից կազմված աշխատանքային խմբի կողմից։ Ինչպես հայտնել են Պաշտպանության նախարարությունից, միջոցառման ժամանակ մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել Պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության, ինչպես նաև ներկայացված նախագծերի մասին։ Նշվել է, որ նոր կանոնադրության նախագծերը մշակվել են ժամանակակից պահանջներից համապատասխան եւ հաշվի առնելով ադրբեջանական բանակում հաջողված բարեփոխումները։ Միջոցառմանը ելույթ ունեցած Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանրարարականներ է տվել զինվորական կարգապահության հետագա ամրապնդման վերաբերյալ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ սենատոր Ստիվ Դեյնսը X սոցիալական ցանցում հրապարակում է տարածել։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք Միացյալ Նահանգների ներդրումները կարևորագույն հանքային ռեսուրսներում եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու Տրամփի վարչակազմի ձգտումը։ Ես նաև կրկնեցի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերը այն մեծ օգոստոսի մասին, որոնք կստեղծվեն, եթե Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր ստորագրեն, գրել է սենատոր Դեյնսը։ Ղարաբաղում հայկական կողմը ոչնչացրել է ոչ միայն շենքերն ու բնությունը, այլև մարդկությունը։ Այս մասին Շուշայում ասել է թուրք կրոնական գործիչ Ահմեդ Էրդեմը։ Նա ասել է, որ Ադրբեջանը ժամանել Թուրքիայի Կարս քաղաքից։ Սա իմ հայրենիքն է, իմ հայրական կողմի պապը Շուշայից է, իսկ մայրական կողմի պապը Գյանջայից։ 1918 թվականին Ղարաբաղում հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված ցեղասպանության ժամանակ նրանք գաղթել են Թուրքիա։ Մեր հայրերը կարոտել են Ադրբեջանին մինչև իրենց մահը։ Լաչինի շրջանի Բեյլի գյուղ է մեկնել նախկին հարկադիր վերաբնակների հերթական խումբը։ Այս փուլում հայրենի գյուղ է մեկնել 153 մարդ։ Նախկինում նրանք ժամանակավորապես տեղադրվել են հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, անավարտ եւ վարչական շենքերում։ Ներկայումս Ղարաբաղում եւ Արևելյան Զանգիզուրում բնակվում է ավելի քան 43000 մարդ։ Ադրբեջանի գավաթի եզրափակիչ խաղը կայացավ Ղարաբաղ եւ Սաբահ թիմերի միջև։ Խաղը տեղի ունեցել Սումգայիթ քաղաքի Մեհդի Հուսեյնզադեի անվան մարզադաշտում եւ ավարտվել է Սաբահի հաղթանակով։ Հաշիվը բացվել է 36-րդ րոպեին։ Բաքվի թիմի հարձակվող Պավոլ Սաֆրանկոն ճշգրիտ իրացրել է 11 մետրանոց հարվածը։ 43-րդ րոպեին Ղարաբաղի խաղացող Թորալ Բայրամովը չի կարողացել իրացնել 11 մետրանոց հարվածը, սակայն արդեն 45 գումարած 1 րոպեին նրա թիմակից Քադի Բորգեսը հավասարացրել է հաշիվը։ 67-րդ րոպեին Սաբահի պաշտպան Հոնի Ռազաբալը գնդակ ուղարկել է սեփական դարպասը,
Սակայն մայրաքաղաքային թիմի խաղացող Քահին Փարիսը վերականգնել է հավասարակշռությունը, գոլ խփելով 90 գումարած 6 րոպեին։ Հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով։ Սաբահի համար հաղթանակ գոլը 119-րդ րոպեին խփել է Փեյլուր Մութալիմովը։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։